Շնորհակալություն, պարոն Մանուկյան, նախ քանի որ մարդը ծառայել է ու հաշվառվել է պահեստազորում, ինքը քաղաքացիությունից հրաժարվելու բերումով ավտոմատ չի դուրս գալիս պահեստազորից։ Ես եթե պես սխալ չգիտեմ։ Մարդը ավտոմատ չի դուրս գալիս պահեստազորից, ճիշտ եմ, չէ՞ ես։ Տենց է, մարդը ծառայել է եղել Հայաստանի, նույնիսկ եթե քաղաքացիով բանակում չի ծառայել, ինքը զինապարտ է համարվում ու նույնիսկ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում, եթե հաշվառված արդեն, էլի այդ զինապարտության ցուցակից ինքը դուրս չի գալիս։ Մեր օրենքները ճիշտ եմ, չէ՞ մեկնաբան։ Տեսեք, այդպես է, իրական դա իրականություն, բայց չէ, էլի պարտադիր մասին կապ չունի, ինչի մասին։ Եթե զինապարտա, համ պարտադիրի համար է զինապարտ, համ էլ պահեստազորային հավաքների համար է զինապարտ, բայց ես անկեղծորեն շատ բան է, էլի տարակուսած եմ մեր ընդդիմադիր քաղաքական դաշտում զինվորական ծառայության, պահեստազորային հավաքների մասին այս մոտեցումով առհասարակ, օրինակ գիտեմ, պարոն Մանուկյան, դուք ծառայել եք, ձեր գործընկերը ծառայել է, դե կապ չունի, հիմա ինչ որ է, ծառայել եք ու հա գիտեմ, ասում եմ, այո, պարոն Գևորգյանն էլ է ծառայել, շատ մարդիկ ծառայել են, բայց հիմա այս ինչ-որ նոր ընդդիմադիր մի հատ սերունդ է դուրս եկել, որը տեն զինվորական ծառայության նկատմամբ շատ վատ վերաբերմունք ունի, որքան հասկանում եմ։ Պարոն Մանուկյան, անդրադառնա մեր ֆրակցիային, անդրադառնա։ Շատ տենց նոր ընդդիմադիր սերունդ է դուրս եկել, որը շատ խառը վերաբերմունք ունի զինվորական ծառայության նկատմամբ, որ զինվորական ծառայության են կանչում կամ չգիտեմ վարժական հավաքների են կանչում, դա հետապնդում են համարում։ Ժողովուրդ ջան, բոլորիս պարտքն է։ Ամեն մեկս մեր տեղը ծառայել ենք։ Ամեն մեկս մեր տեղը ծառայել ենք, հիմա հասկացանք ինչ-որ նոր ընդդիմադիր վայ առաջնորդա դուրս եկել, երկու աղբեր 4 տղա ունեն, ոչ մեկը բանակ չի ծառայել, այն մեկն է բանա, ինչ-որ տեղեկանքով ազատվել է բանակից, հիմա կրկնակի բուժզննության են կանչում, չի գնում, ասում է չէ, չեմ անցնելու, այդ օրենքների դեպ պետքա բերենք, որ հրաժարվելը կրկնակի բուժզննությունից դառնա քրեական քրեորեն հետապնդելի։ Այդ շատ կարևոր օրենք է։ Ես կարծում եմ այս օրենքը պետք է, եթե պետքա պատգամավորական նախաձեռնությունով մենք շուտ չի կարա այդպես բան լինի։ Պարոն Ալեքսանյան, այդ օրենքը արդեն ինձ ասեցին, որ շրջանառվում է։ Շատ լավ, չէ, շրջանառվում է։ Առաջարկվում էր, հետո այդ մասը անվել է, բայց նորից պետքա բերվի, դա միանշանակ, որտեղ վետիշ վերաբերմունք է, էլի։ Առավոտից երեկո աշխարհով ընկած երկիր ու հայրենիք փրկեն զինվորական ծառայության թուղթը ինչ ա եղել։ Ուրեմն այդ քանի որ շրջանառության մեջ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի արագ հասնի եւ հանձնաժողով եւ ազգային ժողով, որպեսզի բայց առանց ավելորդ էմոցիաների խնդրեմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար